Ճապոնիան կօգնի Հայաստանին բարելավել մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը։ Կառավարությունում նշում են, մեր երկրում մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի համակարգը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, թե կիրառվող տեխնոլոգիաների եւ թե դիտարկվող պարամետրերի տեսանկյունից։ Ուստի ճապոնական ծրագրի շրջանակում Հայաստան կբերվեն ավտոմատ դիտարկումների սարքավորումներ, որոնք թույլ կտան ոչ միայն զարգացնել տվյալների որակի հսկողությունը, կարողությունները, այլև դրանք հասանելի դարձնել հանրությանը։ Մասնագետների խոսքով օդի որակի ներկայիս դիտարկումները կատարվում են նմուշարմամբ եւ լաբորատոր հետազոտությամբ, ինչը հնարավորություն չի տալիս հաճախակի ստանալ տեղեկություն։ Ավտոմատ այս նոր տեխնոլոգիաներով սարքավորումները հնարավորություն են տալիս ավելի հաճախակի օրվա տարբեր ժամերին ունենալ օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալներ։ Լաբորատոր մեթոդներով հնարավոր չի լինում օդի հիմնական աղտոտիչները որոշել, օրինակ ինչպես ածխածնի մոնոքսիդը, որը շմոլ գազ ենք մենք անվանում, PM2.5-ը, PM10-ը։ Սարքավորումները կտեղադրվեն Երևանի 3 վարչական շրջաններում։ Դիտակայանների տեղադրումը պետք է լինի այնպես, որ հնարավոր լինի ստանալ օդի որակի բազմակողմանի տվյալներ, տարբեր ազդեցությունների տակ գտնվող տարածքներից, ներառյալ տրանսպորտային հոսքի, քաղաքային ֆոնի, ջեռուցման կամ արդյունաբերական հատվածները, ինչպես նաև առավել բնակեցված կամ ակտիվ տարածքները, օրինակ շինհրապարակների կամ աղբավայրերի շրջակայքը, որտեղ բնակչությունը խիտ է։ Սա ըստ պատասխանատուների կարևոր քայլ է ավելի արդյունավետ բնապահպանական քաղաքականություն մշակելու եւ առկա խնդիրները լուծելու համար։ Ներկայիս մոնիտորինգը օրվա ընթացքում մեկ արժեք է տալիս, այսինքն նմուշարումը իրականացվում է առավոտը ժամ 8-ից մինչև հաջորդ առավոտ ժամ 8-ին։ Ստացվում է, որ միջինացված արժեք է լինում։ Այդ պարագայում հնարավոր է, որ մեր հիմիկվա դիտարկված տվյալները եւ չի բացառվում, որ այդպես լինի, պետք է ավելի ցածր լինի, քան այն տվյալներն են, որոնք որ պետք է ստացվեն պիկ ժամերի համար։ Այսինքն այստեղ մենք ոչ թե կունենանք, որ մեր տվյալները եւ այս նախկին արված մոնիտորինգային տվյալները եւ նորը իրարից տարբերվում են, սխալ են, այլ կունենանք օրվա տարբեր առավելագույն կոնցենտրացիաների մասին եւս պատկերացում, որը որ հիմա մենք չունենք։ Երևանի ավականու անդամ բժշկական գիտությունների թեկնածու դոցենտ Վարդանյանի գնահատմամբ, թեև քայլը ուշացած է, բայց շատ սպասված։ Նրա կարծիքով ճապոնական փորձը միանշանակ դրական կանդրադառնա մեզ վրա։ Մինչ այսօր մենք չունենք հանրապետությունում այնպիսի սարքեր, որոնք որ կարողանում են չտարբերակված փոշու պարագայում հենց ամենավտանգավոր եւ մեր մոտ ամենաբարձր մակարդակ ունեցող PM2.5 մասնիկների գնահատականը տան, որը որ հանդիսանում է ամենավտանգավորներից մեկը, քանի որ մարդու օրգանիզմի կողմից էվոլյուցիայի ընթացքում մենք չունենք մեխանիզմներ, որոնք որ մեզ պաշտպանում են նման չափի մասնիկներից, նրանք անմիջապես ներծծվում են եւ իրենց անբարենպաստ անդրադարձը անմիջական թողում մարդու օրգանիզմի վրա։ Կարվեն հետազոտություններ եւ մենք ունենանք օբյեկտիվ պատկերը։ Սարքավորումների տեխնիկական սպասարկման վերապատրաստումն անցկացվելու է ճապոնական կողմի հետ համատեղ։ Արդեն Երևանի դիտակետերի արդիականացումից հետո համակարգը կներդնեն նաև մարզերում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։